Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչներին ասում ենք շարժում եք սկսել եկեղեցու դեմ, ասում են այդ շարժումը եկեղեցու դեմ չէ։ Մենք խոսում ենք եկեղեցականների մասին։ Արդյոք ձեզ համար Հապակ Հայրապետը առանձին ինստիտուտ է, այսպես ասած, եկեղեցու առանձին ինստիտուտ է եւ իսկապես իշխանությունը ոչ թե եկեղեցու դեմ է արշավ սկսել, այլ Նախ սկսենք դրանից, որ իրենց մոտ սուտ խոսելը բնույթի մեջ է եւ այդ եկեղեցու դեմ չենք սկսել, հոգեվորականների դեմ ենք սկսել, դա ոչ մի ձևով արդարացված չէ։ Երկրորդ, Վեհապար Հայրապետի դեմ ինչ որ արշավ սկսել, դա նշանակում է արշավ սկսել եկեղեցու դեմ, որովհետեւ չի կարող Վեհապար Հայրապետը եկեղեցուց դուրս գտնվել։ Այսինքն, եթե դու հոգեվորականներին եւ Վեհապար Հայրապետի գլխավորությամբ հոգեվորականներին ամեն օր լկտիաբար ցենզուրայից դուրս բառերով վիրավորում ես եւ հետո կանգնում ասում ես, որ մենք ուզում ենք եկեղեցին մաքրել եւ հոգեվորականների դեմ է, եկեղեցու դեմ չէ, սա ընդհանրապես աբսուրդի ժանրից է, որովհետեւ դու նույնիսկ եկեղեցով ամուսնացած չես, դու հայ առաքելական եկեղեցու զավակ չես հանդիսանում, դու իրավունք չունես խառնվելու մայրաթոռի եւ եկեղեցականների ներքին գործերին, որովհետեւ եկեղեցին պետությունը ինչպես գիտենք անջատ է, իսկ եկեղեցին ամբողջ իրավունքները ունի, այսպես ասած, եւ հայրաբար խրատելու, եւ դասեր տալու, եւ ուրտներ տալու քաղաքական եւ քաղաքացիական իշխանություններին, որովհետեւ եկեղեցին ազգային եկեղեցի է եւ բոլոր իրավունքները ունի միջամտելու յուրաքանչյուր գործի եւ եկեղեցականները վերջիվերջո այս երկրի քաղաքացիներ են։ Ում է խանգարում հայ առաքելական եկեղեցին։ Տեսեք, եթե մենք ուշադիր լինենք, մենք կտեսնենք, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը սկսեց եկեղեցու դեմ խոսել, քարկոծել եկեղեցին եւ այսպես ասած սպառնալիք սարքեց եկեղեցուն ամբողջ մամուլով եւ ընդհանրապես։ Դրանից հետո միանգամից հաջորդեց Նիկոլ Փաշինյանի եկեղեցուն դեմ գրվածքները Facebook-ում։ Մենք գիտենք, որ 2018 թվականից Նոր Հայաստան, Նոր Հայրապետ այդ ծիծաղելի շարժումը, բրդուճային շարժումը, որ եկան վեհարանում բրդուճ կերան գնացին, այս շարժումը եւս պատահական չէր։ Եվ սա ես համարում եմ, որ այդ շարժման շարունակությունն է վստահաբար եւ ձեռք է տալիս առաջին հերթին Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը վստահաբար գիտի, որ Հայաստանում որպես ազգապահպան կառույց մնացել է միայն եկեղեցին, այսպես ասած, եւ եկեղեցուն քանդել է, եկեղեցին քարկոծելը Ադրբեջանի շահերից է բխում։ Համեմատություն են անում Միխայել Սաակաշվիլի վրաց ուղղափառ եկեղեցու դեմ արշավը, գիտենք այն ժամանակ է փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ կար, այսպես ամեն դեպքում վրացական եկեղեցին դեմ դուրս եկավ։ Դուք էլ եք այսօր տեսնում այդ նմանությունները եւ արդյոք սա այսպես ընդհանրական այս գլոբալիստական ծրագրերի մեջ չի բոլոր տեղեր իրենց ազգային եկեղեցիներից հրաժարվել եւ այսպես մարդկանց դարձնել։ Մենք մեր տարածաշրջանում տեսել ենք վրաց եկեղեցու դեմ արշավանք։ Մենք մեր տարածաշրջանում տեսել ենք ուկրաինական ուղղափառ եկեղեցու դեմ արշավանք եւ հիմա մենք տեսնում ենք հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանք։ Այսինքն այս ամեն ինչը տարածաշրջանում այդ գլոբալիստական շարժման գլուխ բարձրացնելու արդյունք է։ Այսինքն երկրի ղեկավարների եւ ինչու՞ չէ պատահական չէ, որ եւ Սաակաշվիլիին, եւ Զելենսկիին, եւ Նիկոլ Փաշինյանին մշտապես համեմատությունների մեջ են դնում, որովհետեւ իրենց գաղափարներով նման են։ Այսինքն այստեղ միանշանակ եւ վստահաբար կարելի ասել ուղղակի իրենց խորհուրդ, ով եկեղեցու դեմ զենք դեմ աշխատում է, միանշանակ իր կործանումն է գտնել։ Ախով, սպառնալիքներով, կալանքով։ Գիտեք, եկեղեցու դեմ արշավանքները դեռ կոմունիստներից առաջ եւ դրանից առաջ Շահ Աբբասից սկսած, այսինքն լիքը եղել են եկեղեցու դեմ արշավանքներ։ Նիկոլ Փաշինյանը երազում է ուղղակի դրա մասին, որովհետև երազում է եկեղեցու ներսում պառակտումներ, որովհետև այս վերջին իր գրվածքները, թե ինչու ամուսնացյալ հոգևորականները եւ իրենք իրավունք չունեն բարձր պաշտոններ զբաղեցնեն եւ իրենք իրավունք չունեն, կաթողիկոսը իրավունք չունի ամուսնացյալ հոգևորականների վրա ինչ որ իշխանություն բանեցնի։ Սա փորձեր են եկեղեցին ներսից պառակտելու, բայց եկեղեցին ամուր կառույց է, եկեղեցին կուր կառույց է եւ վստահաբար Նիկոլ Փաշինյանին դա չի հաջողվելու, որովհետեւ այսպես ասեմ, կարող է լինեն որոշ եկեղեցականներ նիկոլական հայացքներով, հնարավոր է, վերջի վերջո մարդկային է այդ ամեն ինչը,
բայց վստահաբար Նիկոլ Փաշինյանը այդ աջակցությունը չի գտնի եկեղեցում, եկեղեցին ներսից քանդելու։